Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 18:00-ից 20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին ժամը 11-ից 13-ը նույն վայրից։ Այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից, տեղեկացնելով, որ հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային Պանթեոնում։ Արա Դեղտրիկյանը 60 տարեկան էր, ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին Երևանում, 1982 թվականին ավարտել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են. Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին։ Մշակութասեր հանրության, նրա արվեստի երկրպագուների և գործընկերների հիշողության մեջ Արա Դեղտրիկյանը կմնա որպես իր գործի նվիրյալ, ժպիտ և կենսուրախություն պարգևող, լավատեսություն տարածող, բարեկիրթ և պարկեշտ մարդ ու արվեստագետ։ Դերասան Նիկոլայ Եղազարյան ինստագրամյան իր էջում հրապարակում է արել, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանի հետ իր մտերմությանը։ Ինչ լավ էր, ինչ հավես էր ամեն օրն ու պահը միասին, գնաս խաղաղությամբ, Դեղտրիկյան ջան, ավագ ընկեր, լավ մարդ, միշտ կհիշենք, կկարոտենք ու քո տեղը միշտ կերևա։ Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել, լույսերի մեջ մնաս, նվիրյալ մարդ։ Իր հարցազրույցներից մեկում այն հարցին, թե հնարավոր է ամբողջ կյանքում լինել սիրահարված, դերասանը պատասխանել էր. «Եթե չլինի սերը, այս կյանքը շատ անհետաքրքիր կլինի, իսկական ու մաքուր սերը։ Իհարկե շատ կարևոր է, երբ սիրում ես, սիրահարվում ես, ընտանիք ես կազմում։ Երջանիկ է այն մարդն, ով ունի կայացած ընտանիք, իսկ ես երջանիկ եմ, քանի որ ունեմ հրաշալի ընտանիք։ Կատարել եք այնպիսի քայլ, որի համար զղջացել եք։ Չէ, նման բան չկա։ Դեր, որ միշտ երազել եք խաղալ։ Այսքան տարի է արդեն բեմում եմ որպես դերասան, շատ գոհ եմ, որ իմ կյանքը բավական հաջող է դասավորվել։ Այն դերերը, որ միշտ խաղացել եմ, դրանք եղել են իմ սրտով, իմ խաղացանկում չսիրված դերեր չեմ ունեցել, ինչը կարևոր է դերասանի համար։ Երբեք չեմ երազել Ռոմեո կամ Համլետ խաղալ։ Վախենում եք պատերազմից, ափսոսում եք ինչի համար, չեմ ափսոսում։ Իմ թույլ կողմերն են, չգիտեմ, ընկերներս ու մտերիմներս կասեն, ինչ-որ մեկից կախվածություն ունեք, ոչ մեկից կախվածություն չունեմ, միշտ գնահատում եմ այն մարդկանց, ովքեր սկզբունքային են, ովքեր ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա ու մի քանի երես չունեն։ Ես ուժեղ եմ ինչով, ուժեղ եմ իմ ընտանիքով, թոռնիկներով։ Եթե նորից հնարավորություն տրվեր լույս աշխարհ գալու, ինչ ուղի կընտրեիք։ Դժվարանում եմ ասել, բայց իմ կյանքից դժգոհ չեմ։ Իհարկե հարցեր շատ կան, բայց ամենակարևորն ունեմ լավ ընտանիք։ Եթե նորից լույս աշխարհ գայի, կուզենայի նույն ընտանիքն ունենալ։ Ամենատարօրինակ քայլը, որ արել եք հանուն սիրո։ Կնոջս հետ երբ նոր էի ծանոթացել, ինչ-որ խելառություններ արել ենք, կբացեք փակագծերը։ Իհարկե ոչ։ Տղամարդկանց մասին ամենամեծ միֆը, որ ասում են, թե տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են, կարծում եմ դա չափազանցված է։ Կանայք տղամարդկանցից շատ ավելի ուժեղ են, եթե նույնիսկ հաշվի առնենք միայն այն, որ նրանք կարող են երեխա ծնել, դիմանալ մի շարք դժվարությունների։ Ով է կործանված մարդը, նա ով չգիտի սիրել և չունի հումորի զգացում։ Զղջում եք, որ փորձում եմ ոչ մի բանի համար չզղջալ, կարծում եմ կյանքում մեծ զգալի սխալներ թույլ չեմ տվել։ Ձեր սիրո առաջին խոստովանությունը։ Դա ես արել եմ ապագա կնոջս բանակից վերադառնալուց հետո, ինստիտուտում։ Ի դեպ, նա մինչև հիմա հիշեցնում է, որ ես իրեն հեռախոսով եմ ամուսնության առաջարկ արել։ Ձեր ամենաանսպասելի արարքը։ Առհասարակ ես սիրում եմ անակնկալներ մատուցել ընտանիքիս անդամներին։
Երբ նոր էի ամուսնացել, մի սեփական տան բակում գեղեցիկ վարդեր տեսա, տիրոջս շատ խնդրեցի դրանք վաճառել ինձ, կինս ասում է, որ այդպիսի վարդեր մինչև հիմա չի ստացել, դրանք ավելի քան 20 օր չէին թառամում։ Ամենաանտանելի բանը կենցաղում, չեմ սիրում թափթփվածությունը, ձգտում եմ, որ շուրջս ամեն բան հավաք, տեղը տեղին լինի, օրինակ հյուրախաղերի ժամանակ էլ երբ տանից հեռու եմ լինում, կարգ ու կանոն եմ հաստատում շուրջս։ Ձեր սիրելի խմիչքը, վիսկի, թեքիլա, կոնյակ, իր, որը ձեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Երևի թզբեհներ եմ շատ օգտագործում, արդեն վաղուց ունեմ մեծ հավաքածու, որն իրենց նվերներով համալրել են նաև մի շարք հայտնի ճանաչված անձինք։ Օրինակ տանը հեռուստացույց դիտելիս միշտ ձեռքիս թզբեհ է լինում, մի քիչ պապիկական սովորություն է։ Ձեր սիրելի արտիստը շատ են, օրինակ միշտ հիացած եմ եղել Ավետ Ավետիսյանով, նա մեծագույն հոյակապ դերասան է։ Ինձ համար շատ սիրելի են Խորեն Աբրահամյանը, Մեհեր Մկրտչյանը, արտասահմանցիներից Ալ Պաչինոն, Ջեք Նիքլսոնը։ Մարդ, որի ազդեցությունը ձեզ վրա մեծ է եղել։ Ես միշտ սիրով շեշտել եմ, որ իմ ստեղծագործական կյանքում մեծ դերակատարություն է ունեցել առաջին ուսուցիչս, երջանկահիշատակ բեմադրիչ Զավեն Տատինցյանը, նրանից գիտելիքների և փորձի հսկայական պաշար եմ ունեցել։